Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է հուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջուրյանը, բարև ձեզ, պարոն Կոնջուրյան։ Պարոն Կոնջուրյան, արդեն գիշերը ըստ էության նախնական ամփոփվեցին վաղարշաբաթ մեծացված համայնքի հավաքական ընտրությունների արդյունքները, այնտեղ համոզիչ հաղթանակ է տարել քաղաքացիական պայմանագիրը, այս դեպքում ես կխուսափեմ ջախջախիչ բառից, որովհետև տերմինը չեմ սիրում, երբ օգտագործվում է երկրի ներսում։ Մինչ ընտրությունները այսպես կարծիք կար, որ քաղաքացիական պայմանագրի համար, հատկապես Գյումրիում գրանցված անհաջողությունից հետո, վաղարշաբաթի ընտրությունները ավականու ունեն խորհրդանշականություն ունեն որոշակի, ճիշտ է այդ կարծիքը։ Ըստ էության ինչ-որ իմաստով վաղարշաբաթի ընտրությունները 2026 թվականի ընտրությունների նախերգանքն էին, եւ դա քաղաքականապես ակնհայտ իրողություն էր, թե մեզ համար, թե հանրային քաղաքական դաշտում դա ֆիքսված էր եւ անկախ արդյունքներից, եթե մենք հաղթեինք եւ հաղթեցինք, բնականաբար դա նշանակում է, որ ժողովուրդը ըստ էության մեր արձանագրումներն է, որ պաշտպանեց ժողովրդավարությունը եւ սա ոչ միայն տեղային քաղաքային խնդիրների, քաղաքային ծրագրի հավանություն է մեր վաղարշաբաթի ընտրողների կողմից, սա նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմի պետական քաղաքականության, ընդհանուր պետական քաղաքականության նկատմամբ դիրքորոշման արտահայտում էր։ Մյուս կողմից, եթե օրինակ լիներ սցենար, որ քաղաքացիական պայմանագիրը չհաղթեր վաղարշաբաթում, ակնհայտ էր, որ ընդդիմությունը ասելու էր, որ շատ լավ, սա արդեն արձանագրում է, որ վաղարշաբաթցիները եւ նրանք փորձելու են դա պրոյեկտել ամբողջ հանրության վրա, որ անվստահություն են ցուցաբերում իշխող քաղաքական թիմին։ Ես հույս ունեմ, որ նրանք կունենան բավականաչափ ազնվություն եւ հիմա կասեն, որ սա վստահության քվեր վաղարշաբաթի օրինակով, բնականաբար ես եւ ասում եմ հույս ունեմ, բայց միևնույն ժամանակ գիտեմ, որ նրանք ոչ մի պարագայում դա չէ, բայց որ դուք էլ լինեք, դուք էլ չեք։ Այո, բայց այնուամենայնիվ խոսույթը մեր եւ իրենց խոսույթը, եթե մենք հետևում ենք, մենք ընդդիմադիր ժամանակ եւ իրենք էականորեն տարբերվում է։ Սա ըստ էության նաեւ ինչով էր կարևոր այս ընտրությունը, որ ժողովրդավարությունը մշտապես պաշտպանության կարիք ունի։ Շատերին թվում է, որ ժողովրդավարությունը մեկ ընդմիշտ տրված բան է, մի անգամ գնացիր, ընտրեցիր, վերջ, դրանից հետո ինքը արդեն ինքն իրեն կպաշտպանի, բայց ժողովրդավարությունը անընդհատ պաշտպանության կարիք ունի եւ այն հակաժողովրդավարական խմբերը, որոնք որ դաշինք էին կազմել, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Կատրին Ներսիսյան եւ այն բոլոր շրջանակները, որոնք որ փորձում էին Էջմիածինը դարձնել որպես այսպես հենակետ, որպեսզի հարձակվեն քաղաքացիական պայմանագրի եւ ժողովրդավարության վրա, տապալվեցին։ Այո, ես համաձայն եմ ձեզ հետ, որ երկրի ներսում գուցեև ջախջախվել եզրույթը այդքան էլ ճիշտ չի օգտագործել, բայց քաղաքական բանավեճի ժամանակ, երբ որ խոսույթը սրվում է, ըստ էության նաև կիրառվում են նման տերմիններ եւ այս պարագայում ես պիտի ասեմ, որ սա ոչ թե պարզապես հերթական հաղթանակներ վաղարշաբաթում, սա ժողովրդավարության հաղթանակներ ընդդեմ ավտորիտար վարքուբարքի, գողական կրիմինալ վարքուբարքի, կաշառակերության ընդրակաշառքի ինստիտուտի, որը մի անգամ ամիսներ առաջ Գյումրիում կարողացավ հաջողության հասնել, բայց բարեբախտաբար այս անգամ վաղարշաբաթում տապալվեց։ Տեսեք, նաև կային կանխատեսումներ, որ վաղարշաբաթի ընտրությունները կարևոր են իշխանությունների համար, որովհետև ըստ դրա արդյունքների կորոշվեն նաև հետագա գործողություններ, մասնավորապես խոսքը վերաբերում է եկեղեցու վերնախավի հետ այդ հակամարտությանը, որ հիմա կա, եւ ըստ էության այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր արձանագրումների 3-րդ կետով ձեր թույլտվությամբ ես բառացիք մեջ բերեմ, երկար չի։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կատրին Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Հիմա իրոք սպասում եք վաղարշաբաթի ընտրությունների արդյունքներին, որ ըստ այդմ կամ որոշեք ինչ եք անելու հետ։
Չէ, Որտեղ ընդդիմությունը ինքը պնդում է, ասում է, այ հիմա սրանից հետո արդեն հարձակվելու են Վեհարանի վրա։ Չէ, ասի, որ մենք սպասում ենք դրան, որովհետև այդ գործընթացը բոլորի աչքի առջև է եւ վարչապետը մենք բոլորս բազմիցս հայտարարել ենք, որ սա քաղաքական գործընթաց չէ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ Կտրիչ Ներսիսյանը իր եւ եկեղեցու այն վերնախավի հատվածը, որ ամբողջությամբ պաշտպանում է այդ սավանը, որի տակ այդ պղծությունը տեղի է ունենում, հայ շրջանակները ամեն ինչ անում էին, որպեսզի վաղ շաբաթում հաղթի Քոչարյանասերժական ընդդիմությունը եւ բնականաբար երեկել Կտրիչ Ներսիսյանը հաստատ մեծ չի ընտրել, երբ որ գնացել է ընդրատեղամաս եւ իրենք ինչ էին ասում, իրենք ասում էին, որ այ էսա կտեսնեք, որ վաղարշաբաթում մարդիկ կգնան եւ ապտակ կհասցնեն ձեզ եւ կպաշտպանեն կաթողիկոսին եւ այլն, չէ, հիմա ստացվում է, որ հենց իրենց խոսույթով, եթե իրենց բառապաշարով ենք շարժվում, ընտրողները գնացին եւ ապտակ հարցրեցին իրենց եւ Կտրիչ Ներսիսյանին եւ ասացին, որ նաեւ մենք չենք կիսում այս բանը, երեսպաշտությունը, որի մեջ որ պարփակված է մայրաթոռը Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ եւ հնարավոր չի սրանից հետեւություններ չանել, որովհետեւ բնականաբար մայրաթոռում էջմիածնում նման արդյունքները մտածելու տեղիք տալիս են եւ ավտոմատ հետեւություններ անում են, ինչը չի նշանակում, որ ինչպես որ իրենք են մեկնաբանում, մենք հարձակվելու ենք, ինչ որ ոչ Վարչապետը բազմիցս ասել է, որ Վեհարանը ազատելու գործընթացը հոգևոր նորոգման գործընթաց է, դա քաղաքական process չէ, բայց Կտրիչ Ներսիսյանի քաղաքական ներգրավվածությունը գլխովին քաղաքական ներգրավվածությունը ընդդիմադիր ճամբարում իրենց արդեն դարձնում են քաղաքական, իրենց դիրքավորել են քաղաքականապես եւ բնականաբար դրանից հետեւությունները մեր հանրությունը կանի Եվ վստահ եմ, որ այս, ինչպես որ վարչապետը նշել է, այս ընտրությունը նոր լիցք կհաղորդի Վեհարանը ազատագրելու գործընթացին։ Հիմա տեսեք, սովորաբար երբ այս մասին խոսք է գնում, հա, դիմախոսները ինչ են ասում, բոլորը ըստ էության հաղում անելով ընդ որում սահմանադրության վրա, որ աշխարհիկ իշխանությունը իրավունք չունի խառնվել հոգևոր գործերին մեր եկեղեցու եւ այդ իմաստով իշխանությունները սխալ են ինչքան էլ որ եկեղեցին ինքը մտել է քաղաքականության մեջ քաղաքականությունը չպետք է մտցվի եկեղեցի այսինքն դուք պիտի հեռու մնաք մայրաթորից թողեք որ եկեղեցին ինքնուրույն որոշի ինքը ինչ է անել չգիտեմ կաթողիկոսը գահանկեց կարվի չգիտեմ հրաժարական կտա կհիվանդանա կհեռանա եւ այլն դա իշխանությունների գործը չի հիմա Նաև տեսակետ կա, որ իշխանությունը ըստ էության որոշակիորեն պատասխան քայլեր է անում։ Այսինքն ոչ թե խնդիր է դրված, որ հոգևոր դաշտը մաքրվի եւ այլն, ուղղակի դուք մեզ եք արել, մենք էլ ձեզ կանենք վնաս։ Հիմա ինչ է տեղի ունենում ըստ ձեզ։ Տեսեք, ըստ էության, եթե շատերն ասում են, որ դա նոր է սկսվել, հա, մի քանի ամիս առաջ սկսվել, բայց գործընթացը եւ այս ընդհանուր process-ը նոր չի։ Եվ եթե օրինակ կարևորագույն ջրբաժաններից մեկը համարենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած process-ները, հիշում եք, որ այն ժամանակ Կտրիչ Ներսիսյանը ընդդիմության հետ միասին պահանջում էր վարչապետի հրաժարականը եւ ամենևին հանդես չէր գալիս միավորող հոգևոր առաջնորդի դիրքերից, այլ ընդհակառակը պաշտպանում էր այն մարդկանց, ովքեր որ նոյեմբերի 9-ին փորձել էին զավթել իշխանությունը, ահաբեկչության փորձ էին արել նրանք, ովքեր որ փողոցներում մահապատժի տեսարաններ էին բեմադրում եւ այլն, եւ Կտրիչ Ներսիսյանը այդ մարդկանց քաղաքական դաշնակիցներ։ Հետո տեղի ունեցան ընտրություններ եւ Հայաստանի ժողովուրդը գնաց եւ իր վստահության մանդատը տվեց Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Եվ դրանից հետո կաթողիկոս հռչակված անձնավորությունը ըստ էության ինչ պիտի աներ, պիտի հետևեր ժողովրդի կամքին, դեպ ձայն բազմած ձայն Աստծո, բայց նա չհետևեց այդ կամքին եւ շարունակեց ասել եւ պնդել, որ իր կարծիքը մնում է նույնն է։ Եկեղեցին կներեք, ասում է դուք ունեք 600,000 ընտրող, ես ունեմ 6 միլիոն հետևող։
Գիտեք, կոռեկտ չի այդ համատությունը, որովհետև ընտրողը դա սահմանադրական կարգավիճակ ունեցող սուբյեկտ է, սահմանադիրն է, ժողովուրդն է։ Եվ իսկ հետևորդ դա շատ լավ, դա կրոնական հոգևոր հասկացություն է, որը քաղաքական գործընթացներում սուբյեկտ չէ։ Եվ շատ լավ, եթե ունեք հետևորդ, եթե եկեղեցին, այս դեպքում եկեղեցին պետք չի նույնացնել Կրտնիժ Ներսիսյանի եւ մի խումբ հոգեվորականների հետ, շատ լավ, այդ դեպքում պետք է կատարել հենց այդ հոգեվոր առաքելությունը։ Եվ ամենահիմնարար բարոյական հարցերից մեկը հետեւյալն է, որ պետությունը չի կարող անտեսել բարոյական այլասերվածությունը։ Մանավանդ եթե այդ այլասերվածությունը այսպես բարոյականության օլիմպի հենց գագաթին է դրված, որովհետև կաթողիկոսը, որը որ կոչված է բարոյապես առաջնորդել քրիստոնյա իր հոտին, ինքը պիտի օրինակ ծառայի։ Եվ ինքը իր իսկ երթումը, որ տրվել է Աստծո առջև, պետք է սրբորեն պահի, որպեսզի իր հետևորդները եւս հետևեն իր օրինակին, բայց եթե ստացվում է, որ նա ով պիտի լինի օրինակ չի, այլ խրատ է, հետեւաբար մենք պետությունը չի կարող անտարբեր մնալ այս հարցի կապակցությամբ, որովհետև հասարակության բարոյական այլասերումը անխուսափելիորեն բերում է նաև քաղաքական այլասերման, հանրային բարքերում բերում է այլասերման, եւ ինչի մասին որ մենք խոսում ենք, ընդ որում այո, հիմա մենք ավելի շատ խոսում ենք ըստ էության Կրտնիժ Ներսիսյանի կուսակրոնության ուխտը խախտելու մասին, հոգեվորականության այլասերվածության մասին, անձնական կյանք ունենալու մասին, ուխտը խախտելու մասին եւ այլն, բայց բազմաթիվ են նաեւ դեպքերը, երբ որ հենց պետության ներսում, պետության հետ հարաբերության մեջ շատ ժամանակ խախտվել են օրենքներ, օրինակ, չգիտեմ, ասենք ձեռք են բերվել գույքեր եւ այդ գույքերը, ասենք, օրինակ, որևէ գույքարկ չի վճարվել տասնյակ տարիներով, պետական համայնքային գույքերը զավթվել են եւ թողվել են բարձի թողի։ Ես ապրում եմ մի շենքում, Նոր Նորքում, որի դիմաց կա մի շատ մեծ այգի, երկրորդ մասիվում է դա, Նոր Նորքի երկրորդ զանգվածում, շատ հիանալի այգի է այդ այգին։ Երբ որ ես դեռ նոր էի տեղափոխվել այնտեղ, այդ այգին շատ բարձի թողի վիճակում էր։ Ես սկսեցի հետաքրքրվել, ինչի է սա, ինչ են բարեկարգում։ Այո, սկսեցի հետաքրքրվել, ինչու է սա այգին չի բարեկարգվում, ինձ ասացին, որ դա պատկանում է եկեղեցուն։ Սկսեցի էլի հետաքրքրվել, այն ժամանակ քաղաքապետը Հայկ Մարությյանն էր։ Ասացի, լավ, խի չի բարեկարգվում, ասացին, որ եկեղեցին չի թողում։ Ասում են մեզ է պատկանում, մերն է։ Ասի շատ լավ, ձեզ է պատկանում, այդ դեպքում դուք բարեկարգեք, որովհետև այստեղ երեխաներ են որովհետև երբ որ այգին չի բարեկարգվում, բնականաբար այդ այգին դառնում է քրեածին խմբերի հավաքատեղի, չէ՞, գալիս են այնտեղ նաև թմրամոլներ եւ այլն եւ այլն։ Եվ ասցին, որ չէ։ Երկար ժամանակ չէր հաջողվում եկեղեցու այդ պայմանավորվածության գալ, համայնքին չէր վերադարձնում, ինքն էլ չէր բարեկարգում, չէր էլ թողում, որ համայնքը բարեկարգի։ Այսինքն ստացվում էր, որ այդ հրաշալի այգին ընդհանրապես զավթված է, գուցե ինչ որ պլաններ ունեն, որ ժամանակին, ասենք, մտածել էին կտանք ինչ որ կառուցապատողի, ինչ որ ռեստորան կսարքեն եւ այլն, հիմա բարեբախտաբար արդեն այդ այգին բարեկարգվել է վերջին 1 տարվա ընթացքում եւ բազմաթիվ այսպիսի դեպքեր կան։ Վերջերս ինձ մոտ եկել էին Չարենցավանի ավագ դպրոցի աշակերտները եւ խոսում էինք եւ ասացի, իսկ դուք ինչի կարիք ունեք քաղաքում, ասացին, որ կուզենանք, որ ունենանք կինոթատրոն, ասի շատ լավ, ես կհետաքրքրվեմ, գիտեմ, որ կինոթատրոնի շենք կա, մի հատ հասկանանք ինչ տեխնիկա է, պետք ասցին, թե այդ կինոթատրոնը պատկանում է եկեղեցուն եւ արդեն տասնամյակներ շարունակ զամոկը, կողպեկը փակած ոչ մի բան չեն անում։ Այսպիսի բազմաթիվ գույքեր կան Հայաստանում, որ պատկանում են եկեղեցուն եւ իրենք ոչինչ չեն արել, ոչ տվել են համայնքին։ Բազմաթիվ գույքեր կան, որոնք եկեղեցուն չեն պատկանում։ Օրինակ կարող ենք բերել Աբովյան փողոցի վրա, այդ որ արդեն տասնամյակներ այդ ձեր ասած կողպած տարբերակով նախկին մանկական հանրախանութի շենք։ Հա, բայց այդտեղ, չգիտեմ, ինչու վրթովմունք չի առաջանում այնտեղ։ Այդտեղ էլ է առաջանում եւ այդտեղ եւս դուք հիշում եք, որ այդ դիմացի հատված ապօրինի շինություններ կային, դրանք քանդվեցին եւ պիտի հասկանալ մի կողմից իհարկե կա համանadrական կարգավիճակ, մարդու սեփականության իրավունքը, որը մենք չենք կարող խախտել, բայց մյուս կողմից նաեւ կա բարոյական կոնցեպտ է, էլի, եթե եկեղեցին ոչ թե 1-2 նման գույք ունի, եկեղեցին
տասնյակ հարյուրավոր նման գույքեր, տարածքներ, հողակտորներ ունի եւ որոնք որ թողնված են բարձի թողի վիճակում։ Ես նկատի ունեմ, որ այստեղ եւ մարդիկ դա տեսել են։ Մարդիկ տեսել են ծիսակատարությունների ժամանակ հոգեվոր սպասավորների պահվածքը, մարդիկ ամեն օր տեսել են այն բխտությունը, որը տեղի է ունենում իրենց աչքի առջև, բայց այս սավանը քաշել են, որպեսզի դե կողքից չասեն հանկարծ, որ այ էս ինչ է կատարվում, բայց գալիս է մի պահ, որ այդ սավանը պետքա քաշել, պետքա առերեսվել իրողությունների հետ, պետքա գնալ այդ հոգևոր նորոգման ճանապարհով, որքան էլ որ դա տհաճ լինի, որքան էլ որ շատերն ասեն, որ մենք բան ենք անում, ուրանում ենք սրբություններ եւ այլն, ոչ, սրբությունները ուրանում են այն մարդիկ, ովքեր այդ սրբությունները չեն պահել երկար տարիներ։ Տեսեք, դուք ձեր խոսքի ժամանակ ակնարկեցիք, որ վաղ շաբաթում տեղի ունեցած այսպես նախերգանքն է գալիք խորհրդարանական ընտրությունների, բայց այստեղ մի օրինակ, եթե կուզեք դիտարկում անեմ, տեսեք, ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում գրանցված անհաջողությունից հետո իշխանությունը ասում էր, գիտեք, ինչ կա չի կարելի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պրոյեկտել համապետական ընտրությունների վրա, որովհետև դրանք տարբեր տրամաբանություն ունեցող ընտրություններ են, տարբեր խնդիրներ են լուծում։ Վաղարշաբաթում տեղի ունեցածից հետո ընտրություններից նկատի ունեմ, արդեն կեսգիշերից հետո մինչ այս պահ երևի միայն ծույլը չի կապել գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, այդ հակասությունը որտեղից է գալիս, միգուցե կարող է եւ օգոստոսի 8-ով է պայմանավորված։ Այսինքն մինչ եւ հետո տարբեր հանգամանքներ կան, բայց ես կարծում եմ, օրինակ տեսեք, ես խոսեցի ժողովրդավարության պաշտպանության մասին, Գյումրիում տեղի ունեցածից հետո ինձ շատ ու շատ քաղաքացիներ, գյումրեցիներ եւ ոչ գյումրեցիներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Սփյուռքից մեր հայրենակիցներ, իրենք ասում էին՝ մի րոպե, ինչ կատարվեց, այս նախկիները վերադառնում են։ Նույնիսկ եղել է դեպք, որ ինձ մարդիկ մոտեցել են, ասել են, այս կաղա վլաստը տալիս եք, ասած բան բառապաշարով, որովհետև մարդկանց մոտ մարդիկ ապշել էին, այդ շոկային էր այն ինչ որ տեղի էր ունեցել, որովհետև Վարդանիկի ընտրությունը, Սերժակոչյանական շրջանակների այնտեղ հաջողությունը մարդկանց համար սառը ցնցուղ էր, որովհետև շատերին թվում էր, որ ժողովրդավարությունը այդպես մեկ անգամ հաղթել է ու հաղթելով գնալու է։ Եվ մեր հետևությունը ո՞րն էր, նաև մեր ուղերձը մարդկանց ո՞րն էր, որ եթե մենք ամեն անգամ ամեն առիթով չպաշտպանենք ժողովրդավարությունը, Վարդանիկները փորձելու են հետ վերադառնալ, Սերժակոչարյանը փորձելու է հետ վերադառնալ, եւ սա քաղաքական կարևորագույն հրամայական է, որ մենք պետքա հետևություններ անենք մեր ցանկացած ընտրությունից եւ որևէ մեկը չի երաշխավորել, որ այն շրջանակները, որոնք որ ցանկանում են Հայաստանը էլի հետ գլորել նախքին կոռումպացված համակարգի մեջ եւ ժողովրդավարության թափանի վկանգնեցնել, այդ շրջանակները ակտիվորեն աշխատում են եւ ես կարծում եմ, որ նաեւ այս ընկալումը մարդկանց մոտ որոշակի դերակատարում ունեցավ վաղարշաբաթի ընտրությունների հարցում եւ նաեւ շատ կարեւոր մի բան տեղի ունեցավ, որը հաստատեց այն ինչ որ մենք ասում էինք, Վարդանիկը ընդամենը 6 ամիս հետո բռնվեց կաշառք պահանջելու վրա։ Մենք ինչ էինք ասում, ասում ենք ժողովուրդ, այս մարդիկ ուրիշ բան անել չգիտեն։ Եվ սա եւ ինչ որ իմաստով այո, Գյումրիում նախկինները վերադարձան իշխանության, որովհետեւ ինչն էր Գյումրիի հիմնական ընդդիմադիրների հիմնական ուղերձը, որ ամեն գնով պետք է այնպես անել, որ ԿՊ-ն չունենա իշխանություն։ Հիմա մենք ասում ենք, ժողովուրդ ջան, տեսակ Վարդանիկի հետ ինչ եղավ։ Դա է նշանակում ամեն գնով թույլ չտալ, որ ԿՊ-ն լինի իշխանության։ Եթե ամեն գնով թույլ չեն տալի, որ ԿՊ-ն լինի իշխանության, դա բերում է նրան, որ առաջանում է միտեղ Վարդանիկ։ Ուզում եք այդ կյանքը, մարդկանց պատասխանն ակնհայտ է, որ ոչ։ Եվ Էջմիածնում վաղարշաբաթում քաղաքացիների ընտրությունը հենց այս քաղաքական փաստի արձանագրումն էր իմ կարծիքով, նաև այս քաղաքական փաստի արձանագրումն էր, որ մարդիկ տեսան եւ այդ օրինակով ասցին՝ մի րոպե, ժողովրդավարությունը այո պաշտպանության կարիք ունի։ Եվ սա մշտական process է, մենք անընդհատ պետքա հիշեցնենք մարդկանց, որ այդ ընտրական գործընթացները անընդհատ կատարելագործման կարիք ունեն, որովհետև նույն բանը, նաև նույն խոսույթը, նույն ռազմավարությունը վաղարշաբաթում էր, էլի բոլորն ասում էին, որ գլխավոր նպատակն է, որ ամեն գնով այնպես անենք, որ ԿՊ-ն չունենա իշխանություն։ Եվ վաղարշաբաթցիները գնացին ասին, որ ոչ, մենք համաձայն չենք դրա հետ եւ մանդատ տվեցին քաղաքացիական պայմանագրին։
Քաղաքական խոսույթի մեջ մի այսպիսի նրբություն էլ կա, ձեզ անընդհատ բարբերաբար կամ էլ մեղադրում են, որ ընդդիմությունը, որին դուք գանձ եք անվանում, հա, ինքը ձեզ համար կենսական անհրաժեշտություն է, որովհետև եթե չլինի այդ թույլ չտանք Ռոբերտ Քոչարյանի վերադարձ, Սերժ Սարգսյանի վերադարձ, չգիտեմ, Վարդան Ղուկասյանի, Պողոսի Պետրոսի, Կիրակոսի, այդ վերադարձի խնդիրը չլինի, քաղաքացիական պայմանագիրը ըստ էության իշխանություն չի ունենա, որովհետև ձեր հիմնական թեզը դա նախկինների դեմ պայքարն է 7 տարի եւ 7 տարի էլ այսպես կշարունակվի, եթե իհարկե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ինչ-որ հրաշքով չորոշեն, որ իրենք վերջնականապես հեռանում են քաղաքականությունից։ Ես սրա հետ եւ համաձայն եմ եւ համաձայն չեմ։ Համաձայն եմ այն իմաստով, որ դե ֆակտո այդպես է, այսինքն դե ֆակտո մարդիկ հասկանում են, որ գուցե կոմֆորտ է մեզ համար, հարմար է, որ մեր ընդդիմախոսները միջև կոկորտը կոռումպացված մարդիկ են։ Եվ բնականաբար, երբ որ դու կոռումպացված մարդու հետ ես բանավիճում, այդ իմաստով հեշտ է։ Բայց մյուս կողմից ասել, որ եթե օրինակ Քոչարյանը չլինի, ապա մարդիկ մեզ չեն ընտրի, ես դրա հետ էլ համաձայն չեմ։ Քոչարյանի չլինելը դեռ բավարար չի։ Պիտի լինեն մեզանից լավերը։ Եթե կլինեն մեզանից ավելի, ես չեմ ասում, որ մենք կատարյալ ենք։ Մենք ունենք մեր թերությունները, բայց եթե Քոչարյանը չլինի, ավտոմատ չի նշանակում, որ մենք չենք ընտրվի։ Պետք է լինեն մեզանից լավերը, որ իրենք ընտրվեն։ Եվ սա ժողովրդավարության կանոնն է եւ տրամաբանությունն է, այսինքն ասել, որ եթե Քոչարյանը չլինի, ապա ավտոմատ դա նշանակում է, որ ԿՊ-ն չհաղթի, ես սրա հետ համաձայն չեմ, որովհետեւ ես կարծում եմ, որ մենք արել ենք այս տարիների ընթացքում բավականաչափ գործեր եւ ռեֆորմներ, որոնք որ կարևորագույն կռվան են, որովհետեւ մենք ակնկալենք մարդկանց քվեարկությունը եւ բնականաբար դրա ամենամեծ կռվանը խաղաղության հաստատումն է օգոստոսի 8-ից հետո։ Ամենամեծ կռվանն է, որովհետև չի եղել ավելի մեծ երազանք հայ ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, քան թե խաղաղությունը, եւ մենք ըստ էության դա այսօր բերել ենք եւ փորձում ենք ինստիտուցիոնալիզացնել։ Դա չի նշանակում, որ արդեն վերջնականապես իդեալական խաղաղությունը կա։ Խաղաղությունը աշխատանք է, հարատև եւ մենք այդ աշխատանքը պիտի անենք։ Մյուս կողմից ես վերջին մի քանի ամիսներին ամբողջ Հայաստանի Հանրապետության պատտվել եմ եւ հենց ավալի շինարարություն, որ տեղի է ունենում, հենց ավալի աշխատանքներ, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում երբևէ չի եղել։ Մենք նախորդ շաբաթ գնացել էինք Տավուշի մարզ այցի եւ օրինակ եղանք Բերքաբերում, սահմանամերձ գյուղեր են գնացել ու Բերքաբերում ծանոթացանք կառավարության 16 միլիոնի ծրագրին տների կառուցման, Բերքաբերում 16 + 5, այնտեղ 21 միլիոն է։ Եվ ինչ արձանագրեցինք, որ մինչև այս ծրագրի իրականացումը Բերքաբերում եղել է 95 տուն, 95-97 գուցե մի երկու հատ շփոթ։ Այդ ծրագրի իրականացումից հետո Բերքաբերում արդեն այդ ծրագրով կառուցվել է հավելյալ 101 տուն։ Հիմա դա արձանագրում է ցուցանիշ է, այսինքն հիմա մոտավորապես 200 տուն։ Այո, կրկնապատկվել է այդ ծրագրից հետո։ Այդ տներում մարդիկ են ապրում, այդ տներում երիտասարդներ են ամուսնանալու, այդ տներում երեխաներ են ծնվելու, մանկանչի չլցվելու, այդ տներում մարդիկ տնտեսական գործունեություն են ծավալելու, չէ։ Մենք գնացինք Կիրանցի դպրոց եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, բոլոր գյուղերի, բոլոր քաղաքների Երևանի կենտրոնի դպրոցները կերազեն ունենալ այդպիսի դպրոց։ Եվ մենք այսպիսի դպրոցներ հարյուրավորն ենք կառուցելու։ Ես կարող եմ շատ երկար շարունակել այն ինչ որ մենք արել ենք։ Եվ ես կարծում եմ, որ դրանք շատ կարևոր կռվան են, որ մարդիկ մեզ ընտրեն, բայց քաղաքական այս բանավեճի եւ աղմուկի մեջ շատ ժամանակ խլանում են այդ կարևոր փոփոխությունները, որը մենք արել ենք, եւ մենք ընտրություններին ընդառաջ հատկապես պիտի փորձենք ավելի շատ նաեւ ինչ որ իմաստով ցույց տալ մարդկանց, թե մենք ինչ ենք արել հաշվետվողականության համատեքստում եւ ակնկալել մարդկանց քվեն։ Պարոն Կոնջարյան, քանի որ խոսք գնաց թե խաղաղության, թե ընտրությունների մասին, այսպես հիբրիդային մի հարց էլ այստեղ առաջանում։ Տեսեք, իշխանությունները մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ այդ մասին ասել, որ իշխանությունները գնալու են այն թեզով, որ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը պիտի ընտրի խաղաղության կամ պատերազմի մեջ։ Հիմա սա սոսկ ռետորաբանություն է, որ նման ընտրություն կա, սա քաղաքական հաշվարկ է, այսինքն ինչ պիտի լինի, որ պատերազմ լինի։ Սա ըստ էության ոչ թե քաղաքական հաշվարկ է, սա հենց մեր այսօրվա քաղաքական իրողությունը, իրականությունն է, որովհետև ինչ է ստացվել։
Մենք այսօր գնացել ենք, բանակցել ենք Ադրբեջանի հետ, եկել ենք որոշակի համաձայնության, հռչակագիր ենք ստորագրել, նախաստորագրել ենք խաղաղության համաձայնագիրը, պայմանավորվել ենք, որ պետքա Թրամփի ուղին կառուցվի, խաղաղության խաչմերուկը, ճանապարհների ապաշրջափակումը, մենք շատ կոնկրետ բաներ ենք անում, սահմանազատումն ենք սկսել, շարունակելու ենք։ Եվ մյուս կողմից կա անդիմություն, որը որ ասում է, չէ, պետքա գնալ եւ կարճել նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից եւ հստակ նույնիսկ առանց թաքցնելու ասում են, որ պետքա տալ այդ միջանցքը։ Մարդիկ, ովքեր որ ասում են, որ պետքա գնալ եւ էլի խոսում են Ղարաբաղի անկախության եւ մնացածի մասին, այսինքն ասում են բաներ, որոնց իրագործումը ուղղակիորեն նշանակում է պատերազմ։ Դա մենք չենք ասում։ Մենք չենք ասում, որ եթե իրան գան դա կասեն, առանց իրենց ասելու։ Մենք ասում ենք, լավ, ո՞րն է ձեր այլընտրանքը։ Հիշում եք, չգիտեմ, այդ նույն այսպես կոչված սրբազան պայքարը, որ ասում էր բան, Արցախ Կիրյանցովը դեպի Արցախ։ Ասենք նմանատիպ խոսույթ երբ որ հնչել է, եւ այդ խոսույթը այսօր էլ կա, այդ մարդիկ չեն փոխվել։ Դա ինչ նշանակում է? Դա նշանակում է ուղիղ պատերազմ, դա նշանակում է ուղիղ խաղաղության, ուրեմն այն հանգրվանը, որ մենք հասել ենք, դրանից էլի այդ թափանիվը հետ է պատտվում։ Եվ ես կարծում եմ, որ սա իրողություն է, որը տեղի է ունեցել մեր բոլորի աչքի առջև եւ նույնիսկ եթե մենք չխոսենք, որևէ բան չասենք, պարզապես լրագրողները ընդդիմությանը հարցնեն, լավ, ո՞րն է ձեր առաջարկը։ Համաձայն չեք քաղաքացիական պայմանագրի հետ, ասեք թե դուք ինչ եք անում, շատ կոնկրետ ասեք ինչ եք անում։ Այդ մարդիկան մի քանի հարց տալուց հետո, խաչաձև հարցեր տալուց հետո միանգամից Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին կարծում եմ նույնիսկ խաչաձև հարցեր պետք չի տալ, որովհետև նրանց բովանդակ ինտելեկտը այդքան չի հերիքում, որ իրանք այնց ուղիղ հարցինել կարողանան նորմալ շ։ Ուղիղ ասում են, օրինակ իրանք երկուսն էլ Հայաստանի դեմ բան են, մատնագիր են ներկայացրել։ Երկուսն էլ ասել են, որ Հայաստանն է սկսել պատերազմը։ Երկուսն էլ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասել է, որ չի բացառում միութենական պետության մաս դառնալը։ Այսինքն այն ինչ որ մենք ասում ենք, դա հիմնված է հրապարակային հայտարարությունների վրա, եւ դա հետևանք է, եւ դա քաղաքական տեխնոլոգիա չի, ինչպես որ մեզ ասում են, դա ակնհայտ իրողություն է, եւ ես վստահ եմ, որ մեր հանրությունը այդ որոշումը 2026 թվականի ընտրությունների կատարելու եւ ընտրելու խաղաղությունը, որովհետեւ խաղաղության շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Կոնֆլիկտի շահառուն այլ երկրներն են եւ այդ այլ երկրների ներկայացուցիչ հանդիսացող Ռոբերտ Քոչարյանական, Սերժ Սարգսյանական, նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանական շրջանակները, Կտրիչ Ներսիսյանական շրջանակները, Սամվել Կարապետյանական շրջանակները, բոլորն նրանք, ովքեր որ շահագրգռված են կոնֆլիկտի հարատևությամբ, որովհետև կոնֆլիկտի հարատևությամբ նախ եւ առաջ շահագրգռված է Հայաստանից դուրս գտնվող ուժային կենտրոն կամ կենտրոններ, իսկ այս դեպքում կոնֆլիկտի հարատևությունը ուղղակիորեն դեմ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին, որովհետև քաղաքացիների կյանքը պաուզայի վրա է դրվում, երբ որ կան կոնֆլիկտ, որ ասում են կոնֆլիկտը կավարտվի, նոր կապրեք, ինչպես որ եղել է 30 տարի։ Հիմա մենք ասում ենք Ժորժան կոնֆլիկտն ավարտվել է, եղել է ապրելու ժամանակը։ Այսպես ամփոփելով, բայց այնպես չէ, որ Ադրբեջանը այսպես հանգստացել է, ասենք հաշվի առնելով Ալիևի վերջին հայտարարությունները, իրենց գիտությունների ազգային ակադեմիայի չգիտեմ որ արմյակի այդ միջոցառման ժամանակ, որ պետք է ակտիվացնել արևմտյան Ադրբեջան շակերտներում եմ ասում, ռադիոլսողները հասկանան ինչ եմ ասում, այդ արևմտյան Ադրբեջան վերադարձի խնդիրը պետք է ակտիվացնել եւ այլն, այնպես չի որ հիմա իրենք այդպես բոլոր առագաստները բացած գնում են դեպի խաղաղություն։ Մենք վարդագույն ակնոցներ չենք հակել եւ չենք մտածում, որ այդ նման հայտարարություններ չեն լինելու, նման փորձեր չեն լինելու։ Ամենևին։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ անընդհատ մենք ֆիքսվում ենք այն բանի վրա, թե ինչ ասում Ադրբեջանն է, ինչ ասում Ադրբեջանը։ Իսկ ինչ ենք ասում մենք, ինչ ենք անում մենք, ինչ քաղաքականություն ենք իրագործում մենք։ Խնդիրն է, որ երկար տարիներ մենք մեր սեփական քաղաքականության իրականացնողը չենք եղել։ Մենք եղել ենք ուրիշի քաղաքականության իրականացման համար գործիք, հավելված ենք եղել այդ քաղաքականության մեջ։ Այսօր մենք ենք այդ քաղաքականություն իրականացնում եւ կախված դրանից թե մենք որքան հետևողական կլինենք, որքան շատ ռեսուրս կգեներացնենք, որքան շատ դաշնակիցներ կունենանք, որքան շատ լեգիտիմ կլինեն մեր փաստարկները եւ որքան շատ
մենք կզարգացնենք մեր պետությունը, մեր տնտեսությունը, որովհետև ի վերջո պետության քաշը պետության տնտեսությունն է։ Դրանից կախված խաղաղությունը ավելի ծանր կկշռի այդ նժարի վրա։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։